Կրոշկա կարտոշկա, այս համեղությունը կպատրաստենք ընդամենը կես ժամում։ Գուցե ինձ չհավատաք, որովհետև գիտեք, որ կարտոֆիլ եպելու համար մենակ ժամ ու կես պիտի թողնակ ջեռոցում, բայց հավատացեք, ես ձեզի ընտիր լայֆխակ եմ բերել։ Վայ, իսկ համի մասին չխոսամ, վերջն է ուղղակի։ Դուք անպայման պիտի փորձեք այս ուտեստը։ Ուրեմն, սիրելի տիկնայք, մեզի պետք է մեծ կարտոֆիլ, չեք հավատա, բայց ես վերցրել եմ կես կիլոնոց կարտոֆիլներ։ Դե ես լեննականցի եմ, էլի ամեն ինչը պիտի եղնի ճոխ։ Կարտոֆիլները մի լավ կլվանանք, կծակծկենք, կհամեմենք, կգցենք բուսայով, կփաթաթենք ֆոլկայով ու կդնենք ջեռոց 1.5 ժամով։ Կամ մնացեք ինձ հետ, միջուկը պատրաստեմ վերջացնեմ ու ձեզի ցույց տամ լայֆխակ, թե ինչ եղես մեծ կարտոֆիլները կեփվի ընդամենը 10 րոպեում։ Միջուկի համար այս անգամ վերցրել եմ հավի կրծքամիս, սունկ, թթու վարունգ եգիպտացորեն, թթվասեր սխտոր եւ իհարկե աղ, սև ու կարմիր պղպեղներ։ 1 ժամ անց կարտոֆիլները հանեցի ջեռոցից ու ոչ մի փոփոխություն, դիմեցի ChatGPT-ին։ Կարտոֆիլները դրեցի ափսեի վրա ու տեղափոխեցի միկրոալիքային վառարան 5 րոպեով, հետո շուռ տվեցի ու եւս 5 րոպե։ Չեք հավատա, բայց կես կիլոնոց կարտոֆիլը 10 րոպեում փափուկ ու ընտիր եփված վիճակում է։ Դե ղոչաղներս մնաց մեզի ընդամենը լցոնել։ Մեկը դորում կարակ կդնենք, մեկ քիչիկում հալվող պանիր ու պատառաքաղով լավ կտրորենք, որից հետո կդնենք ճոխ միջուկը, վրան հալվող պանիր ու կդնենք ջեռոց ընդամենը 5 րոպեով, մինչ պանիրը կհալվի։ Վերջ, կրոշկա կարտոշկան պատրաստ է, անուշեղնի։